Ձերից վեր կանգնելով ամեն ինչ անենք, որպեսզի միավորված բոլորս այս արհավիկների տակից դուրս գանք։ Ուրիշ։ Սեդա Մակարյան, ABC Media, պարոն Թաթոյան, խնդրեմ նշել ձեր շարժումն ունի գաղափարախոսություն եւ որոնք են հիմքերը ու նորից խնդրում եմ անդրադառնանք թրիփին, ինչպես եք պատկերացնում հնարավոր է իրագործել այն եւ ռեգիոնում Միացյալ Նահանգների, Արխոյանի, Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես պիտի խոսել այս բարակայում։ Շնորհակալ եմ։ Այո, մեր գաղափարախոսությունը, նախ ես ուզում եմ այսօր հստակ խոսել 3 կարևոր արժեքների մասին՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Սրանք մեր հիմնարար գաղափարախոսական ուղղություններն են, որի արդյունքում մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, արդար երկիր։ Սա մեր գլխավոր բանաձևն է։ Հիմա ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք պետք է զարգացնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները որպես մեզ վստահելի գործընկեր։ Այս ընթացքում կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հստակ դա ցույց է տվել։ Սա ես կարող եմ նաև իմ փորձով ասել, որպես ամերիկյան կրթություն ստացած մարդ, որպես մարդ, ով աշխատում է եւ աշխատել է ամերիկյան համակարգերում, հստակ ծանոթ է թե ինչպես են այդ համակարգերն աշխատում։ Եվ կոնկրետ ուղղություններով զարգացնելու ենք հարաբերություններ։ Ինչպես արդեն ասացի, բարձր տեխնոլոգիաների ոլորտ, մեր Սփյուռքի հետ կապերի մեջ հստակ լինելով, ամրապնդելով նրանց հետ նաև կապերը։ Այսօր ինչ որ տեղի է ունենում Nvidia-ն, Apple եւ այլն ինչ որ կան զարգացումներ, դրանք ՕՔՊ-ի այսպես քաղաքական կամքի արդյունքը չեն։ Դրանք մեր հայրենակիցների շնորհիվ են, դրանք մեր Սփյուռքի մեր հայրենակիցների, մեր մասնագետների, մեր IT բնագավառի մասնագետների, եւ ուզում ասեմ մենք դա շարունակելու ենք։ Մենք դա շարունակելու ենք, ել ավելի ենք զարգացնելու, այո, Հայաստանը պետք է լինի խելացի պետություն, ամենաբարձր նվաճումների վրա հիմնված, պաշտպանության բնագավառի ինովացիոն ծախսերը, մենք պետք է ինովացիոն տեխնոլոգիաները, մենք պետք է այդ բնագավառում նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցենք, բուհական համակարգի, կրթական համակարգի հարցերը, մյուս հարցերում նույնպես։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, տեսեք, ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Բաց նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախվածնել։ Դա մեր պետության համար մեծագույն չարիք է եւ վատ իմաստով մեծ ճոխություն է։ Մենք պետք է բոլոր նաև պետություններից վերցնենք լավագույնը։ Մենք չենք սադրելու որևէ պետության, կլինի Ռուսաստանը կամ որևէ մեկը։ Եվ կամուրջներ կառուցելով են գնալու առաջ։ Ու նաև մենք ոչ թե պետք է հովանավորներ փնտրենք, սա էլ մեր կարևորագույն արժեքային հարցերից է, այլ մենք սեփական մեր հնարավորություններով լուծումներ գտնենք եւ ինքներս մեզ պաշտպանելու եղանակները գտնենք։ Ինչու որ ունենք, չէ՞։ Ամբողջ աշխարհում մենք մեր հայրենակիցները ամբողջ աշխարհում ապահովում են տարբեր երկրներում պաշտպանական համակարգեր, անվտանգության, բայց մենք այս հնարավորությունը ունենալով ինչպես չենք կարող օգտագործել։ Անպայման պետք է անենք։ Շնորհակալություն։